եկար տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց կարծում եմ երևի թե ճիշտ է սկսենք այս թեմայից։ Մենք տեսնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքին պատկանող բիզնեսները կապարակնքված են, մարդիկ ուղղակի անգործության են, ոչ գումար են ստանում, ոչ մի բան, այս օրերին բողոքի ակցիա են անում եւ երեք ակցիայի մասնակիցներից մեկը շատ ճիշտ ասաց, իրենք կարող են իրենց 5 միլիարդ դուրս գրել պարգևավճար, գնան ապրեն, վայելեն, հանգստանան, մենք մեր օրինական աշխատավարձը չենք ստանում եւ այսօր կանգնած ենք ծանր խնդիրների առաջ եւ այս ամենից զուգահեռ, այո, հենց 13 միլիոն դոլարի պարգևավճար են իրենց դուրս գրել։ Խնդրեմ այս հարցից սկսել եւ նաեւ ինչ եք առանձնացրել։ Շնորհակալություն, թվում է թե Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է երկրում ոչինչ տեղի չի ունենում, բայց ամենակարևոր որոշումներն ու փաստաթղթավորումները առանց ուղղակի Փաշինյանի ստորագրությամբ տեղի են ունենում այս օրերին։ Դրան քիչ ավելի ուշ կանդրադառնամ, բայց հիմա խոսեմ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քաղաքական, տնտեսական ասա արշավել չէ, սա կարծես թե մոնղոլ թաթարական մի ապստամբություն լինի, որ կիրառվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Դե եւ ընդհանրապես Փաշինյանական իշխանությունը այս 8 տարվա ընթացքում ձեռնոցի գործարան անգամ չկարողացավ հիմնել, նոյեմբերյանում մի քանի ամիս աշխատելուց հետո փակվեց, կհիշեք Մերձավանում ասում էր տեսեք, հեսա հեռուստացույց լվացքի մեքենային կարտադրում, դա էլ փակվեց, քանի որ մի իշխանություն ոչինչ չի կարողանում ստեղծել, մնում է մեկ ձև՝ խլել ուրիշի ստեղծածը։ 1-2 տարի առաջ էր ես մի փաստավավերագրական ֆիլմ էի դիտում հենց Գագիկ Ծառուկյանի կյանքի ու գործունեության մասին, պատմում էին, թե ինչպես դեռ 80-ական թվականներին, ինչպես է իր ընտանիքը զբաղվել աշխատանքով, մեղվաբուծությամբ, ինչ աշխատանքներ են իրականացրել, ինչպես են շուկաներ գտել, ինչպես են ստեղծել իրենց բիզնեսները, հետագայում մեծ աշխատատեղեր են ստեղծել, տասնյակ հազարներով աշխատատեղեր են ստեղծել։ Հիմա ինչ է ուզում Փաշինյանը։ Մեկ եթերում ես ձեզ մոտ կոնկրետ ասացի, որ իմ ընկերներից մեկը հարցազրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանին այսօր շատ փող է պետք։ Հիմա Փաշինյանը այն այդ ցուցակը, որ հրապարակվեց, թե ինչ է ուզում խլել Գագիկ Ծառուկյանից, դա մոտավորապես կազմում է 1 միլիարդ դոլար։ Հաջորդը կլինի Սամվել Ալեքսանյանը, հետո կլինի Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Կարապետյանից գործընթացը արդեն սկսվել է։ Այսինքն բիզնեսմենները այնպես չի, չէ, որ այսօր իրենք այդ հիմնադրամներին մուծվում են տարբեր եղանակներով, այնպես չի, որ հերթը իրենց չի հասնելու։ Ոչ, ախորժակը ուտելուց է բացվում։ Եվ եթե այսօր այդ գործարարները տեր չկանգնեն Գագիկ Ծառուկյանի ունեցվածքին, հաջորդը խոշտանգվելու է եւ մոնղոլ թաթարական ապստամբություն է լինելու իրենց բիզնեսների նկատմամբ։ Հերթով այդ սիթիները փակվելու են, հերթով Ուրարտու խանութները փակվելու են, այն Տաշիր Տիգրան մեծ փողոցից մինչև Կինոռասիա, մինչև Աբովյան փողոց Խաչատուր Սուքիասյանի բիզնեսներին վտանգ է սպառնալու։ Որովհետև Նիկոլ Փաշինյանին Եվրամիությունը խոստացել էր 700 միլիոն դոլար գումար, այդ 700 միլիոն դոլար գումարը այդպես էլ չմտավ Հայաստան։ Եվ ինչ պիտի անի այս իշխանությունը, պիտի սկսի թալանելու, խլելու, ունեզրկելու գործընթաց։ Իսկ պարգևավճարներ պիտի տա, որովհետև եթե պարգևավճարներ չտա, ինչ է տեղի ունենում։ Իշխանության բուրգի վերևում կանգնած մի քանի հոգին լափում են ողջ պետական բյուջեն։ Պիտի տակիներին մի քանի կոպեկ էլ պարգևավճարի տեսքով շպրտեն, պիտի շպրտեն, այլապես կլինի հետևյալ այս դեռ
որ ներքևի իր թիմակիցները չեն ուզենա ապրել այդ ձևով, իսկ վերևի բուրգը չի կարողանա այլևս կառավարել իր թիմին այս ձևով։ Դրա համար պետք է իրենց վճարել որոշակի գումար եւ իրենք էլ խոշորներից տանեն, որպեսզի եւ իրենց գրպանը լեփլեցուն լինի եւ իրենց թիմակիցները վատ չզգան։ Օրինակ, ըստ իմ տեղեկությունների, թե Արայիկ Հարությունյանը, Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, թե Ալեն Սիմոնյանը հիմա փորձում են իրենց դիզած կապիտալը երկրից դուրս հանել։ Իսկ այդ կապիտալը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է։ Փորձում են այդ կապիտալը երկրից դուրս հանել։ Եթե Նիկոլ Փաշինյանը այդպես արդարամիտ, ու ենթադրենք էլի, հələ թող մի հատ ուշադիր դատախազության ասի մաքսային ծառայություններին, մյուսներին, հետևեն տեսնեն, օրինակ, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը երկրից կապիտալ հանելու են, թե ոչ, թե իրենց տրված է տանեն, թալանեն, մարդկանցից գողանան տանեն, մյուսների ստեղծածն իրենցով անեն։ Աշխարհում չկա այնպիսի մի երկիր, որտեղ այսպիսի խայտառակ իրավիճակ լինի։ 8 տարվա կառավարությունը մի ձեռնոցի գործարան չստեղծի, ուրիշի ստեղծածը փակի, կապարակնիքի, ասենք արտանում ես, ասում են, այս մեկը արդեն Ավինյանի ձեռքի տակ, այն մեկը Պողոսեն, մեկը Պետրոսեսի, Նիկոլյանի, սա խայտառակություն է։ Այսպես նույնիսկ դուքյան չեն կառավարում։ Այսպես երկիր ուղղակի չի կարելի կառավարել։ Հիմա ես այս օրերին շատ եմ խոսում նույնիսկ Եվրոպայի իմ գործընկերների հետ, ինչ են ասում են, որ մարդիկ, ովքեր մտածում էին, որ մի փոքր ներդրում բերեն Հայաստանում անեն, որովհետև դե Ադրբեջանը ասում է խաղաղություն է, Նիկոլը ասում է խաղաղություն է, ինչ-որ բան խաղաղության սիմվոլ քարտեզ է կպցրել իր կրծքին վազվզում են այս կոմենկոմ, ասում են դե մարդիկ ուզում էին ներդրում բերեին փոքր-մոքր ծավալների, բայց երբ որ տեսնում են այս իշխանության դավադիր գործողությունները, խլելու ուրիշի բիզնեսի վրա ասպատակելու գործողությունները, մարդիկ պարզապես հետ քայլ են կանգնում, որովհետև որևէ ներդրող անկայուն կառավարության գործողությունների թիրախ չի ուզում դառնալ, որտեղ արդարադատությունը մեկ մարդ է, դատախազությունը մեկ մարդ է, սահմանադրական դատարանը մեկ մարդ է, անգամ ես կասեի, որ այս ավտոբուսի շոֆերը մեկ մարդ է։ Բոլորը մեկ մարդու ձեռքին է։ Դրա համար այս երկրում ներդրողներ չեն լինի, բացառությամբ երկրի ամենակարևոր օղակներից, որոնք կարող են վերցնել։ Երեք մի շատ ուշագրավ, շատ կարևոր հայտարարություն հնչեց, որ ես հիմա ընթերցեմ, այդ հայտարարությունը, որ պղնձամոլիբդենային, թեղուտի պղնձամոլիբդենային հանքը անցնում է բոլորովին այլ ընկերության, որի բաժնետերերը ղեկավարելու է մի մարդ, մի ընկերության ղեկավար, Սոկոլովը, ով բոլորովին վերջերս պետդեպարտամենտի կողմից նշանակվեց նաև թրիփ հիմնադրամի ղեկավար։ Պղնձամոլիբդենային հանքի նախկին սեփականատեր Valex Group-ը պարտքերի դիմաց հանքը թողել էր VTB բանկին, հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Բոլոր այն բիզնեսները, բոլոր այն կարևոր ռազմավարական նշանակության օբյեկտները, հանքերը վերցնում է ռուսական տիրապետության տակից, հանձնում է ամերիկացիներին։
Իհարկե ռուսական ներգրավվածությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում այնքան էլ մեծ չէր։ Ես հիշում եմ, որ դեռ 14 թվականն էր, եթե չեմ սխալվում, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը այսպես մեծ աղմուկ բարձրացրեց, թե ամերիկացիները ամուլսարում $180 միլիոն ներդրում են անում եւ դա կլինի Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը եւ այլն եւ այլն։ Հետագայում Նիկոլ Փաշինյանը երբ գալիս էր իշխանության, իր քայլարշավի թիրախում հենց ամուլսարն էր։ Ասում էր ինչպես կարելի է ամուլսարը հանձնել ուրիշին, ոսկին տալ ուրիշին, փակել արագացված կարգով, այսպես եկավ մի գրչի հարվածով փակել տվեց ամուլսարը, բայց հետո նորից եկան հին տերերը ու ասեցին. «Էս սարն իմն է, էս բունն իմն է»։ Նորից եկան ու սկսեցին ոսկին արտահանել, ոսկին հանել, ոսկին իրենցով անել։ Հիմա ինչ է ստացվում։ Ամերիկյան ընկերությունները մեծ շատ խոշոր չափի ներգրավվածություն են ունենում Հայաստանի մասնավորապես Սյունիքի հանքարդյունաբերության ոլորտում։ Վերջերս ես լսում էի գեներալ Արշակ Կարապետյանին, Միացյալ Նահանգների պաշտոնյան, որ եկավ Զվարթնոց օդանավակայանում, մի թուղթ ստորագրեց եւ գնաց, Արշակ Կարապետյանը ասաց, որ իր տեղեկություններով այդ թուղթը վերաբերում էր հենց հանքարդյունաբերությանը եւ ամերիկացիները շուտով հայկական մասնավորապես Սյունիքի հանքային ոլորտը կանեն իրենցով։ Իսկ շատ պարզ բանաձև է, ով տիրում է Սյունիքի հանքարդյունաբերությանը, նա տիրում է ճանապարհներին եւ հակառակը, ով տիրում է ճանապարհներին, նա տիրում է հանքարդյունաբերությանը եւ ամենևին պատահական չէ, որ Սոկոլովը եւ հանքարդյունաբերությանն է այսօր ձեռքը մեկնել եւ թրիփ հիմնադրամին։ Ստացվում է շատ վտանգավոր քաղաքական առումով գոնե Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր որոշում է կայացնում, որովհետև խոշոր ներդրողները, շատ խոշոր ներդրողները վաղը կարող են լուրջ ազդեցություն ունենալ պետական որոշումների վրա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը սկզբից մեզանից օտարեց Արցախը։ Հիմա տարբեր տերերի ցանկությամբ մեզանից օտարում է մեր հարստությունը, թե Եվրոպային եւ թե Միացյալ Նահանգներին պղնձարդյունաբերությունը այնքան շատ է պետք, որքան ջուրը մարդուն։ Այդքան շատ է պետք։ Ես այդ օրինակով բերեմ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչի համար է Միացյալ Նահանգները այսքան շահագրգռված Սյունիքի հանքարդյունաբերությամբ եւ կամաց վերցնում է իր ձեռքը։ Մենք գիտենք, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի բիզնեսների մի մասը նաեւ Ռուսաստանի Դաշնությունում է։ Այստեղից արտադրվող ապրանքի խոշոր արտահանման շուկան նաև Ռուսաստանի Դաշնությունն է։ Նիկոլ Փաշինյանը կռիվ է տալիս Ռուսաստանի Դաշնության հետ, քաջ գիտակցելով, որ իր կռիվը բերում է Հայաստանի տնտեսության ոչնչացմանը։ Բարիս ուղիղ իմաստով Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է, պատերազմ է հայտարարել Հայաստանի տնտեսվարողին ու տնտեսությանը։ Եվ սուտ են խոսում, ասում են մենք ծիրան արտահանեցինք, տեսեք, ծիրան, օրինակը բերել եմ, հիմա էլ եմ բերում, Եվրոպայում հայկական ծիրանը մրցունակ չէ, որովհետև հայկական ծիրանի տեղ հասնելը Եվրոպա բավականին թանկ է նստում արտադրողի եւ արտահանողի վրա, լոգիստիկ առումով բավականին թանկ է նստում։ Հիմա իրենց հուշեմ, օրինակ ձմերուկը էժան է նստում, այնտեղ շատ ավելի թանկ է օրինակ Իսպանիայից Գերմանիա ներկրված ձմերուկը, քան Հայաստանից, որովհետև մեզ մոտ ձմերուկը շատ ավելի էժան է։ Կարող եք արտահանեք,
դա էլ չեք անի, որովհետև դուք չեք կարող։ Դուք տասնամյակներով կայացած շուկան փլուզեցիք հանուն ձեր գրպանը շատ ավելին լցնելու համար։ Մի քանի օր առաջ ձկնաբույծների խնդիրներին առնչվեցինք, տոնաներով ձուկ է լցված սառնարաներում, տոնաներով, ձկնկիտ ու ձուկ, արտահանման շուկա չկա, պատմում են, որ տասնամյակ է պետք եղել ռուսական շուկային սովորեցնել մեր քաղցրահամ ջրերի համեղ ձուկը, հիմա ձուկը չի գնում Ռուսաստանի Դաշնություն, սրա վտանգը ոչ միայն այն է, որ այդ ձկնաբուծարանները կփակվեն, այդ ձկնաբուծարանները Հայաստանի ամենախոշոր հարկատուներից, Փաշինյանի հերոս հարկատուներն են, հերոս հարկատուների Փաշինյանը չոքացրել է այսօր, բառիս ուղիղ իմաստով, փլուզվում ոչնչացնում է հայկական ձկնարդյունաբերությունը, միևնույն է ինքը հնար չի գտնելու, Ծառուկյանից խլեց, Ալեքսանյանից խլեց, 3 տարի էլ գոյատևեց, հետո երկիրը քայքայված, 90-ականների շեմին, թեպետ արդեն մենք մոտենում ենք, կմտցնի թուրքական տիրապետության տակ, որովհետև կասի այդ 10,000 դրամ թոշակ ավելացված թոշակառուներին Նիկոլ Փաշինյանը կասի, որ դուք այլ ելք չունեք, կամ սովի եք մատնվելու, կամ հանրաքվեք անի, մնալ այսպես մեռնել, թե գնալ Թուրքիայի տիրապետության տակ, որ ամեն ինչ այս պահին իր ձեռքին է, եւ հանրաքվեն, եւ կենտրոնական ընտրական, կեղծելու մեծագույն վարպետ, այս իշխանությունը անգերազանցելի է, ես օրինակներ եմ բերում Եվրոպա իմ ընկերներին, ասում եմ հիմա ձեզ մոտ ենթադրենք Մակրոնը որոշի քաղաքական ուժերից մեկին նվաստացնի, մանդատները վերցնի, խլի ունեցվածքը, ինչ կանեն, դե ասում է դա պատկերացնելի չէ, Մակրոնին ուղղակի կքշեն կգնա, այդ ինչպես է Եվրոպան կիրառում այսքան երկակի ստանդարտ, որովհետև Եվրոպային պետք չէ, որ ունենանք մենք այսօր Հայաստան իր մշակութային, ազգային եւ ընդհանրապես պատմական արժեքներով Եվրոպային պետք է ընդհանրապես այս տարածքը ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, ինչն էլ եւ մենք այսօր տեսնում ենք։ Սա Փաշինյանի իշխանության խնդիրների մասին։ Հիմա ուզում եմ անդրադառնալ Երևանի քաղաքային իշխանությանը։ Երեք մոտ 10 րոպե փոշի քամի էր եւ այնպիսի մեծ փոշի ու քարեր էր մարդկանց խփում, որ ամեն մեկը գնար լողանար, երևի մի շենքի շինանյութ վրայից կթափվեր։ Հիմա Տիգրան Ավինյանը ցույց է տալիս, այսպես գովազդային հոլովակ է նկարանվել, այսպես ճտտցնում է, մի փոշեկուլ մի կողմն են գնում, ճտտցնում է աջ ձեռքով ձախով մի փոշեկուլն են գնում։ Ես այդ փոշեկուլները մեկ անգամ եմ տեսել, երբ որ Եվրամիության պաշտոնյաները Հայաստանում էին եւ հրապարակը այդ փոշեկուլները ուղակի լիզում էին, որովհետեւ այնտեղ պետք է եվրոպացիների կոշիկը դրվեր, ոդկը դրվեր, ուղակի լիզում էին։ Հիմա գովազդով զբաղվող Տիգրան Ավինյանը քիչ չի, որ Երևանը վերածել է կեղտի, փոշու, զիբիլի քաղաք, զիբլանոց, որտեղ տեսնեմ քաղաքային բյուջեից 50 միլիոն դրամ է հատկացնում ինչ-որ նորաձևության շաբաթ անցկացնելու համար։ Ուզում եմ հարց տամ, Տիգրան Ավինյան, գովազդային գործակալ ես, պրոդյուսերական ընկերություն ես, ընդհանրապես ով ես, որ Երևանցու, շարքային Երևանցու գրպանից կաշին քերթելով խլես տանես, քո համար որոշես, որ դու նորաձևության շաբաթ ես անցկացնում, պետք է մի 50 միլիոն էլ այդտեղ շահ տալ։ Ես չեմ կարող ասել, այդ 50 միլիոնից քանի միլիոնն է ում գրպանը գնում,
բայց դու 6 անգամ Երևանում 6 տարվա ընթացքում 6 անգամ գույքահարկ թանկացրած, շինթույլտվության հարկ չգիտեմ քանի 100%-ով բարձրացրած, Երևանը աղետի գոտու դարձրած քաղաքում 50 միլիոն շպրտում ես նորաձևության շաբաթ, արի հրավիրում եմ քեզ Երևանի 9%-անոց քաղաքապետ Տիգրան Ավինյան, հրավիրում եմ քեզ Դավթաշեն համայնք։ Այսօր ժամը 6-ին միասին լինենք Դավթաշեն համայնքում, որտեղից դեպի Զովունի է գնում։ Այդտեղ վարորդները պարզ ասում եմ, ամեն օր քեզ հիշում են, ամեն օր, օրը 24 ժամ, ավտոբուսի վարորդից մինչև տաքսու վարորդ ու լավ մեքենա քշող քեզ հիշում են։ Ինչպես կարելի է 4-5 ամիս ես եմ տեսնում այդ հատվածը քանդել, փոշու ամփ, մի խայտարակ սարսափելի վիճակ, երբ անցնում ես մի հատ ուժը հատած բանվոր ես տեսնում, մի հատ սենց ճլորած բանվոր այնտեղ կանգնած, բերել աղետի գոտու, ու այսօր ասել ես տեղ նորաձևության շաբաթ եմ անում, ստոպ հլը մի հատ, ստե 50 միլիոն պետքա դնել, տեսնենք, հլը դուք տեսեք, լավ տղերք եք դարձել, նորաձևությունից եք հասկանում, ընդհանրապես ամեն ինչից, քաղաքը պահելուց ոչինչ չեք հասկանում, քաղաքը քաղաքի նման չեք կարողանում պահել, հիմա ինչ էր, են մի կոմունալ քաղաքի մաքրման պետ կար, նորից բերեցին Մալաթիա Սեբաստիայի թաղապետ, դու քաղաքը ինչ օրի գցեցիր, որ հիմա նորից եկար Մալաթիայի թաղապետ, մի հատ ես ուզում եմ հասկանամ, մի ոլորտում վարի տված մարդը, ինչի պիտի գա նորից վարչական շրջանի ղեկավար, սենց ռակիրովկեք են անում իրանց մեջ, երեք օրաթերթերից մեկում կարդում եմ, որ 6 ամիս հմեկը չի լուսաբանել Տիգրան Ավինյանին, ուզում եմ այդտեղ քաղաքական ասենք ինչ-որ տար գտնեմ, էլի, ասում եմ, դե միգուցե Փաշինյանը լարված է, ընդհանրապես քաղաքականության թիմի մեջ երբ են լարվում հարաբերությունները, պաշտոն բաժանելուց եւ փող բաժանելուց, մենք հասկանում ենք Երևանի բյուջեում փող շատ կա, պարզապես Երևանը Երևանի նման չի, եւ ինչ ասել է Նիկոլ Ավինյանը, այդպես հեզ ու հնազանդ, այսօր գալիս եմ, Երևանի տրանսպորտով գալիս եմ, էլ չասեմ, որ այդ ճանապարհը, որ փակել է, մի ուղևորությունը Երևանցու վրա 4 անգամ ավելի թանկ է նստում A-կետից B-կետ հասնելու համար, 2 ամիս էլ այսպես է լափելու մարդկանց գումարը, գալիս եմ, կանգնել է ավտոբուսը, այս Երևանի խցանումների պատճառը Տիգրան Ավինյան, դու ես քո հրահանգներով, ավտոբուսը կանգնել է, մարդիկ շատ են, բարձրանում են, տեղ չկա, վարորդը չի բացում երկրորդ դուռը, որ վճարած քաղաքացիները իջնեն, կալանավայր, տրանսպորտն էլ եք դարձրել կալանավայր, վերջացրեք ձեր անօրինական, հակազգային որոշումներն ու հայտարարությունները, վերջ տվեք, թե չէ մի օր այս ժողովրդի համբերության բաժակը լցվելու է, ձեզ սրբելու են տանեն, ձեզ ոչ այդ 10,000 դրամ կկարողանաք թոշակ տալ, այստեղից թոշակը տվեցին, այնտեղից կտրեցին, հիմա էլ անվճար ապահովության մասին խոսք չկա, երեք իմ ընկերներից մեկը պոլիկլինիկայում էր, ասում էր, գիտես, ինձ ասում են, սա վճարով է, սա անվճար է, սրան պիտի վճարեք, սրան պիտի չվճարեք, արդեն գործում է 50, մյուս ամիս կդառնա 80-20, հետո սեպտեմբերին արդեն կտեսնենք, որ այլևս անվճար ապահովագրություն չկա, ես շատ կուզենամ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը գնա Սյունիք, այն տատիներին ասի, օգտվում եք անվճար բուժօգնությունից, ստացաք 10,000 դրամ թոշակը, շատ կուզենամ, գնա նորից հարցեր տա, տեսնի, այդ 10,000-ն էլ չկա, այն անվճար օգնությունն էլ չկա, ամենամեծ ընտրակաշարք տվող ուժը Հայաստանում ԿՊ-ն էր այս ընտրություններում, խաբեց անվճար բուժօգնությամբ, խաբեց ընտրակաշարքով եւ մեզ բերեց հասցրեց այս վիճակին։ Ես կարծում եմ, որ մեզ ոչ միայն միշտ սովոր են չէ ասելու մեզ թեժաշուն է սպասվում քաղաքական, ես այլևս դրան չեմ հավատում, մեզ սոցիալական թեժ
սովի ու սոցիալական խնդիրների թեժ ժամանակաշրջան է սպասվում։ Տեսեք մի, այսպես իր կամային, որ ասում էր խլելու են բան, ֆայլաբազարում է բոլորին, Նիկոլ Փաշինյանը մցրել է այսպես կաղապարի մեջ ու չի թողնում։ Մարդիկ շատ հստակ 3 հարց են տալիս, ինչպես վճարենք մեր կոմունալները։ Իդեպ այդ հեցի պետը այն մի գանգուր մազերով տղակար ինչ էր Ռոմանոս էր, ինչ էր Ռոմանոս Պետրոսյան, գիշերը լույս չունենք, ցերեկը չունենք, առավոտը չունենք։ Ինչ ես այսպես, քեզ ով է թույլ տվել ամառվա այս շոկին, ով է թույլ տվել համակարգը այսպես փոշիացնել, ոչնչացնել։ Բա գիտեք, որ ուրիշները ներդրում են անում, գալիս են, կայացնում են, գիտեք դա հեշտ է պահելը։ Էլի եմ ասում, դուք մի ձեռնոցի գործարան չստեղծած իշխանություն եք, եկել եք միլիարդների ներդրում արած հիմնարկների վրա նստած ոչնչացնում եք։ Նորից եմ ասում, Բաբաջանյան 1 շենքը զանգահարել եմ, հիմա էլ եմ ասում, ինչու է ամեն օր հովարային անջատման տակ։ Ինչու է ամեն օր հովարային թաղամասը, սիլիկյան թաղամասը, ինչու եք ամեն օր դրել հովարային անջատման տակ։ Ընդհանրապես դուք ձեզ այդ հարցը տվել եք։ Այդ որ ժողովուրդը սկսի հովարային անջատումներով վճարումներ անել, կհանդուրժեք մի ժամ։ Խայտարակություն եք դուք խայտարակություն եք, եւ ընդհանրապես ինձ համար շատ ու շատ բաներ կան այլևս անհասկանալի, ինչպես կարող էր 5000 երեխայի գլուխ կերած, հող հանձնած, գերիներում Բաքվի բանտերում թողած անհետ կորածների հարցը չլուծած իշխանությունը այսօր գար թափտար աշխատատեղ ստեղծած երկրին բարօրություն տված մարդկանց վրա, երկրի անվտանգությամբ զբաղվող, երկրի անվտանգությունը պահած մարդկանց վրա։ Ես չգիտեմ ինչպես կարող էր։ Հիմա ասենք Պապոյանը փորձում է նախարարին, փոխվարչապետին ասել, որ իրենք ձուկ են Եվրոպա արտահանում։ Նա էլ ասում է կենթանի ձուկ, սա ասում է այո սառեցված ձուկ, նա ասում է կենթանի ձուկ, սա ասում է այո սառեց։ Դե Տաշիրում անվտանգության աշխատակիցը, որ գնա հասնի նախարարի պաշտոնում, ես էլ ուզում եմ մորգից մեկին կանչեի այդ օրը, ասեի մի հատ գնացեք, հասկացեք սրանց վեճը վերջը ինչի մասին է, էլի, սրանք ընդհանրապես սառեցված ձուկը, կենթանի ձուկը իրարից տարբերում են, չեն տարբերում, կամ ընդհանրապես այդ կենթանի ձուկը ակվարիումով է հասնում, ոնց է հասնում, սառեցված ձուկը ընդհանրապես որտեղ իրենք ոչինչ չեն հասկանում, այդտեղ որոշում են բնաջնջել։ Հիմա բնաջնջվում է ձկնարդյունաբերությունը, բնաջնջվում է ջերմոցային արդյունաբերությունը, ջերմոցային տնտեսությունը, մյուս տարի թուրքական ապրանքը կառնենք ու կլցնենք մեր սեղաներին։ Հայդե, Նիկոլը հասնում է իր նպատակին։ Մենք չկարողացանք եւ մենք հիմա էլ չենք ուզում հասկանալով, որ մենք դեկտեմբեր ամսին ունենալու ենք 92-3 թվականների ձմեռը, հիմա էլ չենք ուզում քայլեր ձեռնարկել։ Եվ մամունում եղավ հրապարակում, որ ԵԿՄ-ում է, Սասուն Միքայելյանը շուտ թեմաների մեջ է, պետա իրավական հանձնաժողովի նախագահ է ուզում դառնալ, խնդրեմ։ Դե ԵԿՄ-ի ցրման մասին դեռ ցրելու մասին խոսել է Իլհամ Ալիևը, դա համարել է ահաբեկչական կառույց չէ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ով է որ հանկարծ ասի չէ չեմ ցրում ընդհանրապես ես որքան լսել եմ Սասուն Միքայելյանը միշտ ասում է դե մենք գնում ենք առաջնագից մենք միշտ առաջնագծում ենք եւ այլն դե այս ժամանակները փոխվել են իրավիճակ է փոխվել հիմա այլևս այն ժամանակաշրջանը չի, երբ որ 70-75 տարեկան են անատան պապիկներին հանես Վարդենիսի դիրքեր, ասես ես ԵԿՄ-ին, հա լավ է, 270 միլիոն էր, ինչքան էր պետական բյուջեից հատկացվեց, խոշոր գումար էր, լավ էր, լավացան տղերքը, բայց հո մենք գիտենք, որ այդ 70 տարեկան պապիկները ոչինչ այնտեղ անել չեն կարող, հիմա դրա ժամանակաշրջանը չի, հիմա զենքի, զինամթերքի, լուրջ տեխնիկայի ժամանակաշրջան է։ Հիմա մարդիկ պետք է զինեն իրենց բանակը, ուղղակի զինեն։
Նույնիսկ այսօրվա զենքը 6 ամիս հետո այլևս արդիական չի։ Ուրիշ ժամանակներ ենք ապրում։ Դե ես կարծում եմ Սասուն Միքայելյանը բոլոր իշխանությունների օրոք գտել է իր տեղը քաղաքական դաշտում, ոմանց մոտ դա ստացվում է, ոմանց մոտ չի ստացվում, իր մոտ դա լավ է ստացվում։ Սերժ Սարգսյանի օրոք էլ է լավ ապրել Սասուն Միքայելյանը, Ռոբերտ Քոչարյանի օրոք էլ, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էլ, այդպիսին երկուսին գիտեմ, Սասուն Միքայելյան եւ Սամվել Ալեքսանյան։ Բոլոր իշխանությունների օրոք ծափ են տվել։ Դե Նիկոլ Փաշինյանը ինչպես կորոշի կամ ինչքան կհնազանդվի Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին, այդքանով էլ Նիկոլ Փաշինյանը մանդատ կամ հանձնաժողովի որևէ հանձնաժողովի նախագահի պաշտոն կստանա խորհրդարանում։ Ես գիտեմ, որ այդ պաշտոնները հենց այնպես չեն տրվում, դրանք դու պիտի այնքան հնազանդ լինես։ Այդպես է եղել, այդպես շարունակվում է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։